Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Factor TV-ի եթերում դուք դիտում եք Ապոլիտիկ հաղորդաշարը, որը հիշեցնեմ արժեքների եւ հեռանկարների մասին է։ Կարծում եմ կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարում վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ փոխվում է եւ նույնիսկ հետխորհրդային տարածքում, որտեղ կային եւ գուցե կան կարծրատիպեր, նախապաշարումներ, այդ վերաբերմունքը ընդհանուր առմամբ դառնում է ավելի բարյացակամ։ Փոխվում է նաեւ բիզնեսի վերաբերմունքը հասարակության նկատմամբ, սակայն այստեղ կան խնդիրներ։ Եվ այժմ իմ զրուցակիցն է Շտիգեն ընկերությունների խմբի հիմնադիր եւ տնօրեն Հայկ Շեկյանը։ Հայկ Շեկյան ծնվել է 1976 թվականին Հրազդան քաղաքում, 1998 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2002-ին Ռուսաստանի ազգային տնտեսագիտության եւ պետական կառավարման ակադեմիայում ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2000-ից 2014 թվականներին աշխատել է ֆինանսական եւ բանկային համակարգերում, 2011 թվականին հիմնել եւ առ այսօր ղեկավարում է այլընտրանքային էներգետիկայով զբաղվող Շտիգեն ընկերությունը։ Շնորհակալություն Հայկ, որ մասնակցում եք մեր հաղորդմանը։ Շնորհակալ եմ։ Մոտավորապես 1970-ական թվականներին կիրառվում է բիզնեսի սոցիալական պատասխանատվություն արտահայտությունը, դասագրքային բնորոշումը, եթե թույլ տաք ես մեջ բերեմ։ Դա վերաբերվում է ձեռներեցի այն պարտավորություններին, համաձայն որոնց պետք է կայացվեն որոշումներ, որոնք ցանկալի են հասարակական նպատակների եւ արժեքների տեսանկյունից։ Եվ այստեղ միանգամից հարց է ծագում. իսկ որոնք են հասարակության նպատակները եւ արժեքները։ Մենք կարող ենք դա որոշել։ Լավ տեղից սկսեցիք, այդպես խորը։ Շատ հաճախ հասարակության նպատակները եւ արժեքները մեզ թվում է թե մենք ամենալավը գիտենք, մեզ ասած ես նկատում քաղաքացիներից հասարակական մարդկանց եւ դրանից ելնելով այդ պատկերացումից ելնելով մենք ասում ենք մարդը սա է ուզում, մարդը նա է ուզում եւ այլ, ցավոք սրտի բարդ ժամանակներում, անցումային ժամանակներում մենք հակված ենք լինում ավելի կոշտ-նյութական եւ ոչ նյութական բաներից հեռու կարիքների ու պահանջմունքների մասին խոսել եւ պատկերացնել, որ դա է պետք, հաց, ջուր եւ այլ։ Միգուցե եթե խոսենք մշակութային ապրանքների մասին, ապա դրանք բացասական արժեքային բաղադրությամբ մշակութային տարբեր արտահայտումներն են, չգիտեմ, դարինի կինոն, թե տարատեսակ մեդիա ապրանքներ, բոլորս հիշում ենք Կարգին հաղորդումը, իմ համար դա տպավորվել է օրինակ որպես նման այդ ձեր ասած երևույթի ամենավատ ու անհաջող արտացոլում, որտեղ մեծ ազդեցություն է ունեցել բացասական սերունդների վրա, սակայն այն ամբողջ դրական պոզիտիվ պարունակող արժեքային բաղադրություն պարունակող երևույթները մնացել են ստվերում, դրանք ոչ մեկ չի հերքել, դրանք գոյություն ունեցել, մինչև հիմա գոյություն ունեն, բայց մենք դրանք չենք տեսնում։ Հիմա եթե խոսենք 70-ականներից այս կողմ ձեր ասած ժամանակահատվածում ընկած այդ ըստեյության տեսական դաշտում կատարված մեծ ծավալուն աշխատանքին, որը ի վերջո մեր ժամանակներում կոչվում է որպես ESG կամ գլոբալ զարգացման նպատակներ, ՄԱԿ-ի կողմից հռչակված հենց հիմնական զարգացման նպատակների մեջ այսօր արդեն զարգացած երկրներում, զարգացած շուկաներում այդ ESG նպատակները, այսինքն շրջակա միջավայր, սոցիալական ոլորտ եւ կառավարում, governance անգլերեն բառից, այդ երեք հիմնական հատվածները որպես ընկերության լավ կամ վատ լինելու ցուցիչներ կիրառվում են այսօր արդեն ժամանակակից զարգացած շուկաներում դու որպես ընկերություն ոչ միայն քո ֆինանսական հաշվետվողականությունն ես ներկայացնում հանրությանը, այլ նաև ոչ ֆինանսականը։ Դրանք չափելի են այդ ցուցիչները։ Հենց դա է ասում, այդ ցուցիչները չափելի են, գոյություն ունեն հարյուրավոր միգուցե ավելի շատ չափման տարատեսակ, այսպես ասած, համակարգեր, հա, որպես համալիր հավաքված եւ որը քեզ առաջարկում են ասում են, «Էս մի ռեյտինգով չափի, մի ռեյտինգով չափի» եւ այլ, որտեղ տարբեր բանաձևեր, տարբեր մոտեցումներ, տարբեր շեշտադրումներ են օգտագործում, սակայն ընդհանուր առմամբ աշխարհը իր ամենաբարձր առաջնորդության մակարդակով, որը ըստ էության միջազգային ամենաճանաչված, ամենահեղինակավոր կառույցը Միացյալ Ազգերի կազմակերպությունն է,
այդ նպատակները հռչակելը եւ որոշակի ձևով փորձում է ամենօրյա մեր բոլորի կյանքում որպես գործող համակարգ ներդնել։ Ուրիշ հարց թե մակա այսօր ինչ կշիռ ունի եւ այլ, բայց այդ ամենը կա եւ տարբեր երկրամասերում, տարբեր շուկաներում, տարբեր ընկերությունների կողմից տարբեր ձևով կիրառվում է։ Մեր ընկերությունը անմասն չի դրանից ու մենք մեր, այսպես ասած, տեղայնացված համակարգ համալիրն ենք փորձել ստեղծել, որը կոչել ենք ոչ թե բիզնեսի սոցիալական պատասխանատվություն, այլ կորպորատիվ ազգային պատասխանատվություն, որովհետեւ մեր կարծիքով, մեր հայացքով մեր համար շատ ավելի կարևոր տեղ ու նշանակություն ունի այդ ազգային արժեքները, որը տրեխը դուդուկը եւ կներեք տարազը չի, դա է իհարկե, բայց մեր ազգային արժեքները շատ ավելի համալիր, շատ ավելի խորը, շատ ավելի համապարփակ մի հատ համակարգ է, որը մենք ցավոք սրտի չենք նկատում, չենք աշխատում դրա վրա, չենք սնում։ Ու իմ կարծիքով բիզնեսը պետք է սնի դա։ Եթե Հայաստանի վրա, կենտրոնանանք, մեր հասարակությունը գիտի թե ինչ է, որն է նրա նպատակը կամ որն է նրա արժեքը, որ արժեքները պետք է դավանի, եւ եթե նույնիսկ գիտի, եթե նույնիսկ ձևավորվել է կամ ձևակերպվել է այդպիսի բան, կարող է այդ պատկերացումը սխալ է։ Գիտեք, ես վերջից սկսեմ պատասխանել, ասում է դու միշտ պետք է կասկածես քո գիտելիքի վրա, միշտ պետք է ձգտես բարելավել, ավելի կատարելագործել այն ինչ գիտես կամ այն ինչ անում ես։ Այդ իմաստով միշտ պետք է այդ կասկածը ունենալ, բայց ոչ այն աստիճանի, որ դու թերարժեքություն ձևավորես քո մեջ։ Ես տեղից կսկսեի պատասխանել ձեր հարցի, որովհետև ես նկատում եմ, որ մեր հասարակության մեջ հենց այդ թերարժեքության բարդույթը աճել է վերջին տարիներին, թեև ինքը պակաս չի եղել, էլ ավելի աճել է եւ դա մեզ ավելի շատ վնասում է։ Դա ոչ կառուցողական էներգիա է ստեղծում եւ այդ ոչ կառուցողական էներգիայի եւ դաշտի մեջ մենք ավելի շատ իրար հետ ոչ թե բանավիճելով, այլ վիճելով ենք զբաղված։ Ինչ որ բաներ ով ավելի լավ կամ պատվի, այդ հարցերում ենք ավելի վարպետանում, քան ով է ի վիճակի ապացուցել, որ իր դավանած արժեքը կամ իր դավանած կամ իր պատկերացրած ճշմարտությունը կամ լուծումը որևէ հարցի ավելի էֆեկտիվ է, ավելի առաջադեմ։ Մենք չենք մրցում լավագույն լուծումների համար, մենք մրցում ենք լավագույն, այսպես ասած, անպատվումների համար, հա, դա կարևոր է ըստիս։ Ինչ վերաբերում է մեր ժամանակակից հասարակության, այսպես ասած, դավանանքի գնահատականին, թե ինչպես եմ ես պատկերացնում, ես կարծում եմ, որ ինչպես բարդ համակարգ հասարակությունը ունի իր շերտեր, իր հոսանքները, դրանցից շատերը մենք չենք տեսնում, բնականաբար որոշները մակերևույթի վրա գտնվելով շատ ավելի տեսանելի են եւ գերագնահատված, մենք չափազանց մեծ տեղ ենք տալիս այդ երևույթներին։ Օրինակ քիչ առաջ նշածս, որ մենք պարակտված ենք եւ այլ եւ այլ։ Այո, մենք պարակտված ենք, բայց ոչ այդպեսչանի, ինչքան որ մենք կարծում ենք։ Այո, մեր ուժերը քիչ են, մենք թույլ ենք, բայց ոչ այդ աստիճանի, որ մենք կարծում ենք։ Այո, մենք փոքր ազգ ենք, բայց ոչ այդքան, ինչքան մեզ ներկայացնում են կամ մենք կարծում ենք։ Իրականության մեջ, եթե այսպես, թե ինչպես է սահմանում դու քո ազգը, քո ազգային պատկանելիությունը, ինչ արժեքների շուրջ ես դու այդ առանցքը կառուցում, հա, կախված դրանից դու կարող ես լինել ոչ փոքր ազգ, ոչ փոքր պետություն, ոչ փոքր տնտեսություն։ Մենք նախընտրել ենք լինել փոքր ազգ կամ մեզ այսպես ասած այդ ճանապարհով տարել են եւ մենք հավատացել ենք, որ մենք փոքր ազգ ենք։ Ես չեմ խոսում մեր նշանակության ու դերի մասին, այդ առումով դա չեմ ասում փոքր կամ մեծ, ես նկատում եմ քանակական տվյալներով, հենց դա, որտեղ եթե մենք փորձենք հասկանալ, թե որքան հայեր կան, որ քրիստոնյա չեն, չգիտեմ, այդ հարցերի մասին մենք նախընտրում ենք լռել, դա տաբու է, չէ՞։ Հայը մեր համար նախևառաջ քրիստոնյան եւ այլն, հա։ Հիմա մենք ինչին ենք դավանում, որ հայը պետքա քրիստոնյա լինի, թե հայը պետքա լավ մարդ լինի, թե ասենք ինչ որ սփյուռք հայ գալիս է Հայաստանում կամ հայաստանցին գնում է սփյուռքում, ինչ որ մեկ այլ հայի կողմից ինչ որ վատ վերաբերմունքի արժանանալով ասում է ես հիասթափվել եմ իմ ազգում։ Կներեք, ազգությունը եւ լավ մարդ լինելը տարբեր բաներ են, հա։ Մենք պետք է տեսնենք այդ այսպես ասած տարբեր այսպես ասած հատկանիշները, հատկորոշիչները եւ կարողանանք ճիշտ վերաբերվել։ Ինձ համար որքան էլ որ ենթադրենք ոնց ասեմ, բախարակելի եւ վատ գնահատական, բացասական գնահատականի արժանապահոցում ինչ որ մի բան նետող կամ փնթի ինչ որ առարկանող հայը, այո, ես իրեն կարող եմ որպես վատ մարդու վերաբերվել, բայց միևնույն է նա հայ է։ Ինձ համար նա իմ ոչ թե էթնոսի տեսանկյունից, ոչ թե ազգային ինչ որ պատկանելիության տեսանկյունից, այլ նա իմ աշխարհի
բջիջներից մեկն է, այդ բջիջը ընդհանուր օրգանիզմի շնչել, արտաշնչելու process-ին մասնակցող մի մասնիկ է։ Եվ առանց այդ բջիջի այդ օրգանիզմը ավելի թույլ է։ Ես այդպես եմ վերաբերում, եւ եթե մենք փորձենք այդ հայացքով նայենք, մենք կդադարենք սև սպիտակներ բաժանելուց, մենք կհասկանանք, որ արանքում կան լիքը տարբեր, այսպես ասած, երանգներ կներեք այդ բանի համար, հա, բայց ավելի սթափ կվերաբերենք։ Ինչ է ազգայինը, հա, դուք կարող եք բնորոշել, որովհետև ասացիք ինչը չէ, տրեխը չի, տարազը չի եւ այլն։ Իսկ դա էլ է, բայց ազգայինը միայն դա չէ, ես դա էի ասում։ Միայն դա չէ, մենք ցավոք սրտի ազգային ասելով, այն աստիճանի ենք այդ բառի իմաստը նեղացրել, կներեք որ ընդհատեցի, բայց հիմա երիտասարդին, որ դու ասում ես ազգային, ինքը արդեն դեմքի արտահայտությունը փոխում է, իր համար դա արդեն ձանձրալի, տխուր, հա, հեսա կտանեն էլի այնա, ինչ կանել, ես սիրեմ մեր եկեղեցիներն ու տաճարները, բայց այդ երիտասարդ 15 տարեկան տղային կամ աղջկան հերիքա տանենք մանտանք տեղեքով, էլի թող գնա, էլի թող տիրապետի, բայց դրա մեջ չկա այդ հետաքրքրությունը այդ երեխու համար։ Իր համար այդ իր TikTok-ը կամ եսին, ինչը շատ ավելի գրավիչ է։ Եվ այստեղից ազգային բուրժուազիա, առաջ շատ էին ասում, չէ, 19-րդ դարում մարքսիզմը եւ այլն։ Հիմա կա այդ հասկացությունը եւ կարելի է դա կիրառել, թե չէ։ Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է խոսել իր լինել չլինելու մասին, այլ պետք է խոսել իր վիճակի մասին, որովհետեւ չի լինում բացարձակ 0 կամ բացարձակ sense 100%, հա, ազգային բուրժուազիան անշուշտ կա, այն որ այդ ազգային բուրժուազիան կազմակերպված չի, մտածողությունը համալիր չի եւ որոշակի համագործակցված որոշակի հարցեր դնելու ունակությունից տվյալ բանի զուրկ է, դա երևի օբյեկտիվ իրականություն է։ Սակայն դա երևի եզակի կամ միակ սուբյեկտն է ազգային բուրժուազիան, որը ոչ ընտրական ցիկլերով է նախ եւ առաջ առաջնորդում, ինքը ընտրական ցիկլերը պատկերացնում է, դրա մեջ ինչ որ այսպես ասած կոնյունկտուրային, տակտիկական ինչ որ քայլեր անում է, բայց ամենակարևոր բանը, որ ինքը իր աշխարհի կենտրոնը իր համար Հայաստանն է, հասկանում եք, ինքը չի պատկերացնում, որ ինքը կգնա, այսպես ասած, ինչ որ միտեղ աշխարհի վրա այնտեղ կկենտրոնացնի իր ամեն ինչը, իր ակտիվները, իր շահերը եւ այլն եւ այդ մտածողությամբ տարբերվում է ազգային բուրժուազիան ոչ ազգայինից եւ կրկնում եմ դա երևի եզակի սուբյեկտներից է, որ արտաքին նույնիսկ ազդեցությունների գոյության պարագայում միևնույն է իր որոշման կայացման առաջնահերթ չափորոշիչը եւ գործոնը հենց այդ ազգային բուրժուազիա եւ դրանով թելադրված ազգային շահերն են։ Ես չեմ ասում հերոսաբար sense դնում են իրենց արունը թափում եւ այլն, ես ասում եմ, որ ինքը կարող է տարբեր որոշումներ կայացնել տարատեսակ, միգուցե առաջին հայացքից ոչ ազգային շահեր հետապնդող, միգուցե առաջին հայացքից ինչ որ բաներ զիջող եւ այլ, սակայն երկարաժամկետ հատվածում ինքը ընտրական ցիկլերից ավելի երկար մտածող, այս տարածքի, այս պետության, այս ազգի համար, տնտեսության համար սուբյեկտ է եւ առաջնորդվում է հենց այդ հանգամանքներով, ոչ արտաքին։ Իսկ որ ասում եք համախմբված չի, իր շահերը միջև վերջ չի գիտակցում, կարող եք ասել ինչու, ինչն է պատճառը։ Դե պատճառներ կարելի է դասակարգել պատահական պատճառների, պարզապես այդպես ստացվել է։ Մենք իրար չենք հավանում, ես ու դուք ու ի վիճակի չենք իրար հետ նստել ինչ որ մի հարց քննարկել կամ ես ասում եմ իր հետ ես որևէ ճանապարհ չեմ գնա, որովհետև կա մանկական երիտասարդական ինչ որ մի պահված քեն վիրավորանք եւ այլ, ասիկա մենք ի վիճակի չենք դրանից վեր կանգնել։ Ինչ որ իմաստով դա միգուցե նաեւ դահասության չափ բան է, հա, այս ինչ որ նշան է։ Մեզ թվում է թե միայն մենք որ կարող ենք իրար վիրավորել կամ իրար նկատմամբ վատություն անել, որտեղ փակ ենք մենք աշխարհի նկատմամբ, ինչքան էլ ասում ենք փոքր ենք, փակ ենք մենք չենք հասկանում, որ ժամանակակից աշխարհում ռուսը եւ թուրքը, չգիտեմ, ուկրաինացին եւ հրեան կամ եւ այլ տարբեր ազգեր նստում են իրար հետ ամենալրջագույն խնդիրներ քննարկում եւ լուծումներ են գտնում, որովհետեւ գոյությունի համակեցության, այսպես ասած, թելադրանքը մենք ես երկրագնդում ենք եւ պետք է համակեցության որոշակի կանոններ ստեղծենք, եթե չստեղծենք, ուրիշները կստեղծեն մեր փոխարեն եւ մեր շահերի վերաբերյալ իրենք որոշում կկայացնեն, մեզ վաղուց արդեն ժամանակն է դա գիտակցել։ Դա կարծում եմ մի կարևոր պատճառ է, մեկ այլ պատճառ միգուցե ես չեմ ուզում այսպես ասած ինչ որ
դավադրական ինչ-որ սյուժեներ քննարկել, բայց ամենայն հավանականությամբ դա էլ կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ կան այլ շահեր եւ այդ այլ շահերը միգուցե ավելի մոտ են տեղական որոշ բիզնեսների, միգուցե ազգային բուրժուազիայի ներկայացուցիչների, բայց ցավոք սրտի հենց ազգային հարցերի հետ կապված չեն, այսինքն այդ մարդիկ իրենց համար ավելի հեշտ լուծումներ են գտնում այլ սուբյեկտների հետ հարաբերվելով եւ այստեղ ինչ որ մի բան զրոյից սկսելը, որը ավելի բարդ, ավելի դժվար process է, միգուցե ես չեմ կարող այդպես լիարժեք իրենց փոխարեն մտածել, բայց ավելի շատ ենթադրում եմ։ Գալով էլի պատասխանատվությանը, ինչով է այն տարբերվում ազգային կորպորատիվ պատասխանատվություն բարեգործությունից, այսինքն մարդը ճաշարան, հա, գնաց, ճաշեց, վաղն գնաց ճաշեց, հետո բայց մի տարի կամ 5 տարի դա չի գործելու, հա։ Մի օր այդ ճաշն ավարտվում է։ Այո, դրանով է տարբերում, հենց երևի ամենակարճ ձևակերպումը դա է, դա շատ կարևոր ու լավ հարց է, որովհետև ճաշը մի օր ավարտվելու է։ Իսկ ազգային պատասխանատվություն դա վերարտադրվող մի երևույթ է, երբ որ դու օրինակ ծնողը իր երեխային կրթելիս, դաստիարակելիս, եթե դադարում է մտածել ինքն իր մասին, ինքը մահանում է, երեխան էլ է ի վերջո ոչ լավ բախտի արժանանում, լավագույն դեպքում մանկատուն, իսկ հիմա բարեգործությունը հենց դա է։ Եթե դու ավելի շատ ես կտրում քեզանից, որպեսզի մի բարի գործ անես, ի վերջո դու քո կարողությունը այդ բարի գործ անելու նվազեցնում ես։ Եվ շատ ավելի կարևոր է դու պատասխանատու գտնվես այդ կարողությունը ընդլայնելու ուղղությամբ աշխատես, որպեսզի անժամկետ իմաստով կարողանաս բարի գործեր անել եւ ոչ թե սահմանափակ։ Երևի դա։ Իսկ մեկենասությունը, այսինքն հովանավորումը, հա, արվեստի, գիտության, առողջապահության կամ կրթության, դա էլ չի համընկնում կորպորատիվ պատասխանատվության հետ ամբողջությամբ։ Այդպես չէ։ Դա բավականին մոտ է, անկեղծ ասած ես այդ սահմանումը իմ մեջ չէի տվել, բայց կարծում եմ որ դա բավականին մոտ է, որովհետև ի վերջո եթե ես իմ ասած չափորոշիչով դա ընկնում է այն դարակի վրա, որտեղ որ դու քո այդ բարիություն կամ լավ գործ անելու հնարավորությունները սահմանափակելով ես անելու հետագա, ապա կարծում եմ դա պետք է դասակարգել որպես բարեգործություն, հա։ Բայց մշակույթը, արվեստը զարգացնելը, այդ ուղղությամբ ռեսուրսներ տրամադրելը կարծում եմ որ կարևորագույն խնդիր է։ Այնտեղ շատ լայն տիրույթ է, խոսքը ոնց է անում, որտեղ ասենք դու կարող ես օրինակ ասեմ իմ ներքին սուբյեկտիվ կներեք միգուցե սխալ պատկերացումն է, ես ավելի շատ գնահատեի որոշակի միջոցներ ծախսել այս պահին ավիրվող, քանդվող եւ վատ վիճակում գտնվող որևէ հին պատմամշակութային կոթողի վրա կամ մշակութային իմաստով նոր մշակութային բովանդակություն ստեղծելու երիտասարդների մշակութային գործունեությունը զարգացնելու, ձևավորելու, միասնական հայկական մտածողություն ձևավորելու վրա այդ ուղղությամբ քան օրինակ միգուցե նոր կրկնում եմ միգուցե վատ բան եմ ասում, ես ընդունում եմ միգուցե նոր եկեղեցի կառուցելու, որովհետև մենք եղածը չենք կարողանում պահել, իսկ զարգացնել ես կարծում եմ մենք ավելի շատ ուղեղների վրա պետք է աշխատենք մարդկանց։ Այսինքն այդ ամենը եթե ուղեղների վրա զարգացնել եք ուզում, դե կարծում եմ օրինակ մենք ժամանակակից հայկական արվեստ հասկացությունը օրինակ մեծամասամբ անծանոթ է։ Երևի կան, գոյություն ունեն նոր գրողներ, երիտասարդ գրողներ։ Մենք չգիտենք, ժամանակակից համաշխարհային արվեստը մեզ միգուցե հասու չէ։ Ես ավելի շատ այդ ուղղությամբ կուզեի մենք կենտրոնանայինք, որպեսզի աշխարհի այդ մեր փոխանակումը լիներ շատ ավելի հարուստ, բովանդակալից եւ մենք էլ մեր տեղը կարող ունենք գտնել այնտեղ, քան թե կրկնում եմ ուրախանայինք, թե ինչա ասենք ինչ որ միտեղ մի հատ նոր եկեղեցի են կառուցել։ Ես կրկնում եմ, դա շատերը չեն համաձայն, ես հասկանում եմ եւ ընդունում եմ, բայց դա իմ անձնական կարծիքն է։ Արվեստը կամ ասենք կրթությունը կամ գիտությունը դրանք պետք է բիզնես լինեն, թե չպետք է լինեն։ Դե նայած բիզնես ասելով, եթե նկատի ունեք, դա կարծում գործունեության ոլորտ է, որը պետք է ստանա պատշաճ պարգևատրում այդ գործունեությունը իրականացնողը։
Եվ մարդկության փորձը ցույց է տվել, որ եթե որևէ ոլորտում չկա ձեռներեց, որը ի վիճակի է միավորել ռեսուրսները, ենթադրենք տաղանդավոր արվեստագետին դնել այն հունի մեջ եւ կազմակերպել այդ մարդու աշխատանք, որը մարդկության համար կարող է հետաքրքիր լինել, ապա դա չի ստացվում։ Փորձը դա է ցույց տալիս։ Եվ քանի որ դա չի ստացվում, ուստի դա որպես բիզնես գործունեություն կարծում եմ, որ այլ ընտրանք չկա, այլ ձևով կազմակերպելու, այդպես եմ կարծում։ Եթե վերցնենք բիզնես եւ ոչ բիզնես, հա, բժշկությունը, առողջապահությունը, կան պետական պոլիկլինիկաներ, հա, որտեղ քեզ կարող են շատ հեռու ուղարկել եւ կան ոչ պետական պոլիկլինիկաներ, որտեղ քեզ չեն կոպտի հա։ Վճարովի շատ հեռու։ Վճարովի, հա։ Շատ հեռու ուղարկել։ Հա, շատ հեռու չեն ուղարկի։ Կամ կան պետական դպրոցներ եւ կան մասնավոր դպրոցներ, մասնավոր դպրոցներում ավելի լավն է կրթական process-ը, բայց այնպես չի որ սար ու ձոր է, հա։ Այսինքն, եթե նույնիսկ բիզնես է, ապա երբեմն այնքան էլ լավ բիզնես չի։ Գիտեք, դուք մշակույթի ու արվեստի ոլորտից հարցրեցիք քիչ առաջ, ես ասացի, որ դա կարծում եմ, որ որպես բիզնես պետք է կազմակերպվի, դա չի նշանակում իհարկե, որ պետությունը չպետք է ունենա իր քաղաքականությունը։ Ես որոշ ժամանակ առաջ իմացա, որ օրինակ արևմտյան տարբեր երկրներում չկա մշակույթի նախարարություն, չկա, դա զուտ սովետական եւ հետխորհրդային երևույթ է։ Ինչ որ պատճառ կա դրան։ Մշակութային արժեքները կարևորագույն ինչ որ հենասյուներ են, որի հիման վրա դու կառուցում ես քո հասարակությունը եւ միգուցե խորհրդային միությունը այդ իմաստով հենց դրանով է կարևորել եւ զարգացրել ու իրոք ձեռքբերումներ եղել են, թերություններ շատ են եղել, բայց ձեռքբերումներն էլ պակաս չեն եղել։ Իսկ եթե խոսենք կրթության եւ առողջապահության մասին, ինձ այդ ամբողջ պատմության մեջ ընդունելի չի ինձ համար մի բան, որ երբ որ դու երկու համակարգ զուգահեռ ես, այսպես ասած կառուցում, կամ ոչ թե կառուցում, այլ պահում, դա նման է երկու ընտանիք պահելուն, ինչ որ քո ռեսուրսները բաշխվում են, երկուսն էլ անէֆեկտիվ է, երկուսը։ Մենք արդյունքում չունենք շատ լավ արդյունավետ գործող մասնավոր առողջապահություն եւ ըստ էության ունենք խարխլված հանրային այդ առողջապահական համակարգը։ Լավագույն բժիշկները գնում են այստեղ, այնտեղ անհասկանալի սկզբունքով, միևնույն է մասսայական առողջապահություն մենք չունենք, մարդիկ բժշկի դիմում են միայն, երբ որ արդեն վերջին պահն է, դա բնականաբար ազդում է շատ լուրջ ձևով արդյունքի վրա։ Մեր հասարակության մեջ միգուցե այդպիսի իրավիճակ է, որ բիզնեսի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է այդքան դեղորայք վաճառելը, ես չգիտեմ, ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրեմ, բայց ստացվում է, որ ամբողջ մեր առողջապահական համակարգը կենտրոնացված է այդ այսպես ասած այդ ցիկլի վրա։ Միգուցե ամբողջ աշխարհում է այդպես։ Կրթության մասին եթե խոսենք, ցավոք սրտի հանրակրթական մեր համակարգը այո գտնում է ճգնաժամի մեջ այդ իմաստով մասնավոր դպրոցները իմ երեխաներից մեկը գնում է մասնավոր դպրոց, ես չեմ կարող ասել, որ գիտեք, ամյուս երեխաներից շատ ավելի բարձր կրթական ցենզ ունի եւ այլ, հա, ավելի մեծ ուշադրություն են դարձնում եւ այլ, բայց ի վերջո ծնողի համար եւ հասարակության համար այդ երեխայի մանկությունը կազմակերպելը միգուցե ոչ պակաս խնդիր է։ Միգուցե մենք 80-ականների ավարտից, երբ որ տարատեսակ քոլեջներ սկսեցինք ստեղծել, այդ երեխաների մանկությունը գողացանք իրենցից։ Եվ ոչ մի փաստ չկա, որ այդ արդյունքում մենք ստանալու ենք ավելի լավ մարդիկ, ավելի լավ քաղաքացիներ։ Միգուցե տեխնիկապես ավելի շատ բան իմացող մարդիկ լինեն, բայց դա ոչ մեկ չի ասել, որ մեր համար ավելի նախընտրելի այլընտրանք է։ Ուստի ես կարծում եմ, որ պետությունը անշուշտ մեծագույն դեր ունի այդտեղ կատարելու, որպես պատվիրատու, որպես հիմնական խաղի կանոններ սահմանող, որպես որակի չափորոշիչներ սահմանող, բայց մրցակցություն պետք է լինի միանշանակ։ Մենք պետք է կարողանանք սինթեզել նախկինի խնդիրները, թերությունները, սխալները նոր հնարավորությունների հետ։ Մենք չգիտես ինչու այն ինտերնացիոնալի բանը այդ միտողը լավ ենք սովորել, որ պետք է սկզբից մի հատ լավ քանդենք, հետո նորից սկսենք կառուցել, պետք չի։ Եկեք եղածը պահենք եւ ավելի բարելավենք։ Մենք պետք է սովորենք այդ գործառույթը պետք է սովորենք։ Բիզնեսը ինչով կարա օգնի այդ process-ներին։ Թե պարզապես խորհուրդ եք տալիս։
ընդհանուր առմամբ բիզնեսը կրթական եւ առողջապահական տեսանկյունից, դե գիտեք, կարևորագույն խնդիրը, որ բիզնեսը պետք է ներգրաված լինի, ու դա հենց իմ ասած կորպորատիվ ազգային պատասխանատվության պրիզմայով դիտելիս կարևորագույն բաղադրիչ է, բիզնեսը պետք է այդ մասնավոր հանրային համագործակցության մեջ ակտիվագույն մասնակցություն ունենա, ինքը չպետք է հեռանա абստրահվի այդ խնդիրներից, ասի ես այդտեղ չկամ, դա իմը չի, իմ գործը փող աշխատելն է, այ իմ համար այն մարդը, որ ասում է իմ գործը փող աշխատելն է, ինքը դադարում է բիզնեսմեն լինելուց, դեղ տարբեր, այսպես ասած, ռանգերի, ասենք մեկը առևտրական է, մեկը ավելի ցածրը չարչին է, ինչ ավելի բարձր է միգուցե այդպես հարուստ առևտրականն է, բայց բիզնեսմենը գործարարը իր մեջ պետք է ունենա որոշակի նաև առաքինի, այսպես ասած, առանցք, երբ որ բոլորը բերում են տարբեր օրինակներ, չգիտեմ, Անտաշյանց եւ այլ նման մարդկանց օրինակներ են բերում, եթե փորձենք մենք հասկանանք այդ մարդիկ ինչով էին տարբերվում մնացած բիզնեսմեններից, մեր պատկերացած, երբ հենց դրանով էին տարբերվում, դա իրենց այդ գործունեություններ արվեստի եւ այլ ոլորտներում կրթության խթանման, խրախուսման եւ այլ այն ժամանակվա համար պահանջված բաներից, հա, ուղղություններից, իսկ այսօր ես կարծում եմ, որ իմ բիզնեսի պատասխանատու լինելու կարևոր չափորոշիչներից մեկը նա է, որ շատ պրիմիտիվ օրինակ բերեմ, երբ որ փողոցով քայլում եք եւ տեսնում եք մի բան գետնին նետված եւ կռանում վերցնում եք, գցում եք աղբամանը, դրանով դուք տարբերվում եք։ Եվ եթե բիզնեսմենը բիզնես միջավայրում այդ նման գետնին նետված ինչ-որ բան է տեսնում եւ պարզապես շրջանցում է, մեքենայով այս շրջանցում գնում ասում ավելի արագ եմ գնում։ Այն չի արդեն, որտեվ այդ խութը ինքը պետք է իր վրա վերցնի դզելը, որտեվ իր հետևից եկողները իրեն կարող շնորհակալություն ասեն, կարող չասեն, բայց ընդհանուր ճանապարհը ավելի կընդլայնվի, շարժման արագությունը կմեծանա։ Եթե ինքը այդքան խելք ու միտք ունի, ինքը կլինի այդ արագության մեծանալու եւ ճանապարհի ընդլայնվելու շահառուներից մեկը։ Հիմա մենք ինչ որտեղ ափսոսում ենք, ասում ենք, ես ինչու այս բանն անեմ, ուրիշ մարդ էլ է օգտվելու։ Okay, վաղներ դուք օգտվես մեկը ուրիշի արածից։ Մենք ունենք այսպիսի բաժին, որը կոչվում է մեջբերում։ Ես կներկայացնեմ մեջբերումը եւ հետո կխնդրեմ, որ դուք այդ մեջբերումը մեկնաբանեք։ Մեր այսօրվա մեջբերումը հենց առաքելության, գուցե ծառայության մասին է եւ հեղինակը երկրորդ դարի հռոմեացի կայսր եւ փիլիսոփա Մարկոս Ավրելիոսն է։ Նախ ոչինչ մի արա առանց պատճառի եւ նպատակի, երկրորդ ոչինչ մի արա, որը չի ծառայում ընդհանուր բարիքին։ Եվ այսպես, Հայկ, ոչինչ մի արա առանց պատճառի եւ առանց նպատակի։ Ես իմ մասնագիտության մեջ կարող եմ դա ասել, հա։ Հաճախ տեսնում եմ, որ մարդիկ գրում են կամ խոսում են պարզապես գրելու կամ խոսելու համար, կամ լավագույն դեպքում սրտիկներ հավաքելու համար։ Խնդրում եմ ձեր ոլորտում, այ երբ է պատճառ եւ նպատակ դրվում եւ երբ չի դրվում։ Ոլորտում թե անձամբ իմ գործունեության։ Այո, կարող եք նաեւ ձեր գործունեության մասին։ Երևի ավելի ճիշտ կլինի ես իմ անունից խոսեմ, ոլորտի տեսանկյունից մի քիչ ավելի լայն բաներ պետք է ասեմ։ Կարծում եմ, որ դե հենց գործունեության տեսակը, որ ես ընտրել եմ, դա ունի եւ պատճառ եւ նպատակ։ Ի վերջո գումար վաստակելու տարբեր այլ ձևեր կան։ Եթե խոսում ենք զուտ բիզնեսի որպես նպատակ գումար վաստակելը, ի սկզբանե ես սկսել եմ իմ գործունեությունը վերականգնող էներգետիկայի ոլորտում եւ շատ པարզ, այսպես ասած, դրդապատճառներով, անձնական, հետո մի քիչ ավելի ընդհանուր նայելով, հայրս քանի որ էներգետիկ է, այդ ոլորտին մոտ եմ եղել, թեև ես տնտեսագետ եմ, բայց միշտ ավելի շատ եմ իմացել, քան միջին այլ տնտեսագետ այդ ոլորտի մասին։ Եվ տեսնելով, որ 90-ականների երկրորդ կեսից մինչև 2010 թիվը, տենց 2009 թիվը ընդհանուր միտումները, չգիտեմ, էներգետիկայի աճող, էներգետիկ ոլորտի աճող կարևորությունը, նոր տեխնոլոգիաների նշանակությունը եւ հնարավորությունները, մեր երկրում տեղի ունեցող երևույթները եւ միտումները եւ դրդապատճառներ, այսպես ասած, ներքին մոտիվացիան ստացել եմ եւ լուծումներ եմ տեսել եւ նպատակս եղել է այն, որ այո, ես պետք է լինեմ որպես անհատ անկախ, որպես անձ անկախ եւ ինձ ավելի ազատ կզգամ այդ պարագայում, քան որպես այսպես ասած վարժ աշխատող, թեև դա այդքան էական չի, որտեղ դու գործունեություն իրականացնում ես եւ դրսեւորվում ես, դա արդեն կարևոր չի դառնում, բայց այդպես է այն ժամանակ մտածում եւ որպես նպատակ այնուամենայնիվ
մեր երկրի, մեր ազգի համար վերականգնող էներգետիկայի յուրաքանչյուր միավոր ավելացված դա մի կաթիլ է մեր անկախության ընդհանուր ծովում եւ այնպես եմ այդ ժամանակ մտածել 14 տարվա այսպես ասած ստաժ ունեցող բիզնեսմեն եմ եւ այդ ընթացքում կարող եմ ասել որ տարբեր բաներ ձեռնարկներ որ նախաձեռնել եմ գործընկերներս թույլ չեն տա ես խափեմ ավելի շատ իմ մեջ այդ մտածողությունն եղել որ սա պետք է անել սա հետագայում ապագայում հեռանկար ունեցող մի ծրագիր է քան այստեղ շատ գումար կա կամ քիչ գումար կա միգուցե դա իմ հիմնական դեֆեկտն է որպես բիզնեսմեն որտեվ արդյունքում ես միգուցե պակաս գումար եմ վաստակում բայց կարծում եմ որ գիտեք այն դուք որ սկզբից ասացիք 70-ականների այդ հասարակության համար լավը բարիքը այդ չափորոշիչները տնտեսագիտության մեջ դա արժեք գաղափարով է անարվում, հա, արտահայտվում արժեքը ոչ միշտ է մոնետար փողային արտահայտում ստանում, արժեքը կարող է լինել եւ համբավ եւ այլ ոչ չափելի, ոչ նյութական երևույթներ, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ես չեմ դժգոհում իմ 14 տարվա անցած ճանապարհից, արժեքի ոչ նյութական մասով ես ստացել եմ բավարարված եմ։ Այդ մեջբերման մեջ կա նաեւ երկրորդ մասը, ընդհանուր բարիքի համար, ինչպես հասկանալ, ինչպես ձևակերպել ընդհանուր բարիքը, որովհետեւ դա նույնպես կարելի է տարբեր ձևով, հա, մեկնաբանել։ Միանշանակ համաձայն եմ, շատ մարդիկ են փորձել բան Ավրելիուսից հետո տարբեր սահմանումներ տալ, ես որևէ հավակնություն չունեմ տալու։ Կարծում եմ, որ գիտեք, ընդհանուր բարիքը եւ կոմունիստական իմաստով կարելի ասել հանրային ինչ-որ բարիք եւ կապիտալիստական շուկաների հստակ չափորոշիչներով, այսպես ասած, փողային շուկային առաջարկ պահանջարկ շատ դժվար է մի սահմանում տալ։ Ես կարող եմ պարզապես ասել, որ եթե դու ընդհանուր բարիքին նպաստող ինչ-որ գործունեություն ես իրականացնում, միևնույն է դա չի կորում, հա, մեր ազգային ասացվածով երևի կասեմ, որ լավություն արագեցի ջուրը հետ է վերադառնալու, երևի մենք էլ որպես հայեր այդպես ենք այդ նույն ձևակերպումը տվել։ Իմ սահմանումը ավելի ճշգրիտ ես չունեմ դրա, չեմ ուզում ավելի բարին, ավելի լավը թվալ, քան իրականում կամ, բայց կարծում եմ, որ միևնույն է քո նեղ մասնագիտական համայնքը տեսանելի է, քո գիտելիքը, քո ընդհանուր արված գործը միևնույն է։ Այո, կան բացասական արժեքներ, չգիտեմ, այնտեղ նախանձ եւ այլ, բայց դա բնական է, դրանից պետք չի ոչ վախենալ, ոչ անհանգստանալ, պետք է մի բան կարող եմ ասել, որ բարիք անողը պետք է ուժեղ լինի։ Ընդհանուր բարիքը ենթադրում է, կարծում եմ, հա, ներառականություն։ Եթե ընկերությունը պարտատոմսեր է թողարկում, ինչպես որ դուք վերջերս սկսեցիք, հա, անել, դա նույնպես կարելի ասել, որ բիզնես ավելի մասնակցային է դառնում ընդհանուր բարիքին ուղղված։ Այո, անշուշտ։ Ես չէի մտածել դրա մասին հետաքրքիր է։ Հա, ճիշտ եք ասում։ Մասնակցային է դառնում այն իմաստով, որ օրինակ ես իմ գործունեության ընթացքում շատ մարդկանց եմ հանդիպել, ովքեր ուզել են ինչ որ բան անեն վերականգնող էներգետիկայի ոլորտում, մենք այդ գազից ներմուծվող բրծնենք, բանսած ինչ որ բառերով արտահայտություններով, բայց այդ մարդը լրիվ ուրիշ ոլորտի մարդ է, բժիշկ է, չգիտեմ, ուսուցիչ է եւ այլ։ Այդ նման գործիքները, պարտատոմսերը, որ մենք թողարկել ենք, հնարավորություն են տալիս այդ մարդկանց լինելու մասնակից այդ ոլորտի։ Նշեմ, որ մեր մոտ, մեր բիզնես մշակույթում այդ երևույթը չկա։ Մեր մոտ կա գումար վերցրա գնա գործ արա, չգիտեմ, կարտոշկա աճեցրա, այսարային, հա, բայց այ լինել մասնակիցը որպես ներդրող այդ կուլտուրան մենք չունենք, նոր է ձևավորվում եւ շատ ուրախ եմ իրականում, որ մենք նաև կարողանում ենք այդ հնարավորությունը ընձեռել մեր քաղաքացիներին, մարդկանց, ովքեր որ ի վերջո իրենց մասնակցությամբ ըստ էության քվեարկում են։ Դա էլ է քվեարկության մի process չէ, դա էլ է ինչ որ մի ձև ընտրում այնքը սա կամ նա ինքը տանի բանկում ավանդանի թե պայմանական ասած ինչ որ մի հատ նավթային ընկերության պարտատոմսեր ձեռք բերի, բաժնետոմսեր թե հայկական վերականգնող էներգետիկայի ոլորտում աշխատող ընկերության։ Դա էլ ազդում է եւ իր ապագայի վրա եւ ընդհանուր երկրի ապագայի վրա։ Դուք շատ լավ օրինակ վերեցիք իրական։ Մենք ունենք վերջին բաժինը, որը կոչվում է հայացք ապագային։
Ես մեր ազգի մեջ, մեր հանրության մեջ տեսնում եմ շատ մեծ ներուժ, շատ մեծ պոտենցիալ։ Եթե ձեր մասնագիտության էլի օրինակը վերեմ, ունենք էներգիա, չէ՞։ Հիմա պետք է արև, հա, մենք պետք է ստեղծենք այն գործիքները, հա, որ այդ էներգիան կարողանանք աշխատեցնել։ Այ մեր ազգի էներգիան որ գործիքներով կարելի է աշխատեցնել։ Շատ բարդ հաստատեցիք։ Մեր մասնագիտական ուժով բանով տերմինոլոգիայով պատասխանելով դա միգուցե փոխակերպիչներ են պետք։ Այո, որոնք են այդ ինվերտորներ, կոնվերտորներ եւ տարատեսակ տրանզիստորներ, հա։ Երևի դա կառավարումն է, կառավարիչները, մարդիկ, ովքեր որ ունեն այդ տաղանդը։ Գիտեք, օրինակ արվեստի ոլորտում դա ինչ-որ պրոդյուսեր է, որ տեսնում է այս երեխան, չգիտեմ, լավ ձայն ունի։ Եթե այդ պրոդյուսերը բան չանի, ասենք չխառնվի այդ երեխայի ապագայի մեջ, այդ երեխան լավագույն դեպքում դառնալու է ինչ-որ հարսանիքի երգիչ։ Այն երեխան լավ ֆուտբոլիստ կդառնա, մենք ապագան տեսնելու այ ունակ մարդկանց կարիք ունենք։ Ընդ որում դեռ կարևոր չի ինչ ազգի։ Մենք չգիտես ինչու համարում ենք, որ հենց հայը պետք է գա մեզ դա անի։ Մենք ինչ որ բաներ, այսպես ասած, մասնագիտական պետք է outsource անենք։ Մենք պետք է նման մարդկանց, նման մասնագիտության, նման գործունեության տեր մարդկանց տեղը ավելի մեր հասարակության մեջ մեծացնենք, ինձ թվում է։ Այդ մեկ, երկրորդը, որպես այդ երևույթի հետ հայկական էներգիայի հետ, մարդկային հայկական էներգիայի հետ առնչվող մարդ, որ 200-ից ավել աշխատակիցներ ունենք մենք, եւ այդ էներգիան ես ամեն օր իմ մաշկի վրա զգում եմ բոլոր արտահայտումներով, մեզ պետք է անսահման համբերություն միգուցե եւ էներգիան ճիշտ տեսնելու կարողություն։ Շատ հաճախ ես տեսնում եմ, որ ինչ որ մի աշխատակից, ինչ որ մի բան լավ չի անում, հաճույքով չի անում եւ այլ եւ այլ։ Ինքս ինձ հարց եմ տալիս, միգուցե ուրիշ բան ենք անում, այլ գործառույթ իրականացնի։ Բայց որոշ դեպքերում մեզ կտրուկ որոշումներ են պետք, հիմա այսինքն ինձ հակասում եմ, կասեք, բայց այդ համբերությունը չպետք է լինի դիմացին կողմը, չպետք է իմանա, որ այդ համբերությունը կներեք անսպառ է, որովհետև արդեն չարաշահում է սկսվում։ Դա շատ կարևոր մի բան է, որովհետև մեր իշխանությունը, մեր պետությունը, մեր կառավարությունը, մեր տեղական ինքնակառավարման մարմինները, մեր ուսուցիչները, մեր պոլիկլինիկանում աշխատող դասաբանները, բժիշկները, դրանք բոլորը համարում են, որ մենք անհամբեր, կներեք, անսպառ համբերություն ունենք։ Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ մի պահի այդ մարդկանց մենք պետք է գործից հանենք։ Եթե լավ չես անում աշխատանքը, պետք է տեղը զիջես ուրիշի, կյանքի օրենքն է դա։ Հիմա կարող է համբերությունը եւ այդ կտրուկ շարժումները իրար հակասում են, բայց կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք այս հիբրիդային ճիշտ գործիքը ճիշտ տեղում կիրառելու ունակությունը ստեղծենք։ Եթե տվյալ բժիշկը իր տեղում չի, թող գնա ուրիշ գործով զբաղվի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի Շտիգեն ընկերության տնօրեն Հայկ Շեկյանի հետ։